Պարոն գնդապետ, Ասա, պարոն տես։ գնդապետ, խնդրում եմ բոլորին փոխանցել, որ 2 րոպեից հասնում ենք, ասա։ այս դիրքում իմ տղերքի Ասա մի անջատի։ Տեղ իմ աղջիկը Ասա, լսում եմ, ասա այս ձենով ողի ինչի վրա ա կորում։ փոխար է եղել։ Ես էլ հիմա կարծոք քաշում եմ, ուզում եմ որ բոլորին փոխանցել։ Ասա մի անջատի։ Որ այս դիրքը հանձնողի մերը Ռոբերտ Աբաջյանի անունը կրող Երևանի համար 147 դպրոցի առջև այսօր հունվարի 28-ին բացվեց հերոսի արձանը։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը վերջին գիշերը եղավ շատ հայրենիների համար։ Այդ գիշեր Արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները լայնամասշտաբ հարձակման են անցնում։ Արցախի հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված հենակետային դիրքերը հրետակոծելուց հետո ադրբեջանական ստորաբաժանումներն անցնում են գրոհի։ Շուրջ 300 հոգուց բաղկացած խմբերը տանկերի աջակցությամբ փորձ են կատարում գրավել հայկական դիրքերը։ Հակառակորդի ձեռնարկած հարձակմանն առաջին մարտն իրենց վրա վերցրին Վաշտի հրամանատար կապիտան Արմենակ Ուրֆանյանն ու 6 զինծառայողից բաղկացած դասակը։ Ուրֆանյանին ու իր անձնակազմին հաջողվեց 2 անգամ հետ մղել հակառակորդին։ Երբ հասկացավ, որ այլևս դիմադրել անհնար է, քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն կրակը վերցնելով իր վրա զինվորներին հետ նահանջելու հրաման տվեց։ Առաջին անգամ զինվորները չլսեցին հրամանատարին, անհավասար պայքարը շարունակվում էր։ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը զոհվեցին իրենց հրամանատարի հետ, իսկ մյուսները վիրավորվեցին։ Ուրֆանյանի զոհվելուց հետո ոտքի վիրավորում ստացած Ռոբերտ Աբաջյանը հրամանատարությունը վերցրել է իր վրա եւ պատնեշի վրայից շարունակել մարտը։ Նկատելով, որ խրամատում վերջանում է զինամթերքը, զինվորներին ուղարկել է փամփուշտ բերելու։ Այդ ընթացքում հակառակորդին հաջողվում է թափանցել դիրք։ Աբաջյանը կողքին մնացած միակ ծառայեկցի վիրավորում ստացած գնդացրոտ Անդրանիկ Զոհրաբյանի հետ համառ դիմակայությամբ նահանջում է դեպի դիրքային կացարան։ Անահոսությունից մահանում է Զոհրաբյանը։ Մարտական խորշում դիրքավորվելով Աբաջյանը մինչև վերջին փամփուշտ շարունակում է միայնակ կռվել թշնամու մեծաթիվ ուժերի դեմ, միևնույն ժամանակ կապ հաստատելով գումարտակի հրամանատարի հետ եւ վերջինիս կարևոր տեղեկություններ հաղորդելով դիրքում կատարվող դեպքերի մասին։ Նկատելով իրեն մոտեցող թշնամուն, Աբաջյանը հանում է իր մոտ մնացած վերջին նռնակը եւ տեսնելով իրեն մոտեցող հակառակորդին իր հետ միասին նռնակով պայթեցնում է հակառակորդի մի քանի զինվորի։ 19-ամյա Ռոբերտ Աբաջյանն առաջինն է, ով լինելով կրտսեր սերժանտ բարձրագույն կոչման է արժանացել։ Արցախի նախագահի հրամանագրով հետմահու արժանացել է Արցախի հերոսի կոչման եւ պարգևատրվել ոսկե արծիվ շքանշանով։